արտաքին պարտքի հետ կապված միայն տոկոսների սպասարկումը 430 միլիարդին մոտ է։ Եթե օրինակ համեմատականներ անցկացնելու լինեմ համայնքների բյուջեների մասով, մենք խոշորացած համայնքներ ունենք, որ 10-15 բնակավայրեր ունեն, բայց համայնքի բյուջեն ենթադրենք 5-ից լավագույն դեպքում 10 միլիարդ դրամ է։ Այս համատեքստում ուզում եմ հետևյալ հարցադրումը անել, մի կողմից մենք ասում ենք, որ տնտեսական աճ ունենք, մյուս կողմից բավականին շատ պարտքեր ենք կուտակում։ Օգտագործման արդյունավետության տեսանկյունից խնդրում եմ ձեր մասնագիտական մեկնաբանությունը անել ու նաև ներկայացնել, թե ինչպիսի զսպման մեխանիզմեր եք տեսնում, որպեսզի մենք մեր հարկերի հաշվին ավելի շատ տոկոս չփակենք եւ դրանք ուղղենք մեր համայնքների զարգացմանը։ Շնորհակալություն։ Իդեպ անդրադառնալով առաջին հարցին, Տիկին Յուլիան, շնորհակալություն։ Մեկ անգամ եւս, գիտեք, մեզ հեռուստադիտողներ են, մեր հայրենակիցներն են հետևում եւ եթե ազնիվ չլինենք, չեն հարգի մեզ։ Հիմա այս ազնիվ ասում եմ, մեկ անգամ եւս հստակ, այո, եղել են երևույթներ։ Հիմա էլ կան իդեպ ասեմ, որքանով ես տեղյակ եմ, այսինքն լսելով էլի որպես քաղաքական գնահատական, որտեղ փաստեր չունեմ ցավոք սրտի, շատ կուզենամ ունենամ, հիմա էլ կան այդ երևույթներ իդեպ ասեմ։ Ես չգիտեմ համակարգայինա թե ինչա։ Եվ երկրորդ, ինչ վերաբերում է բյուջեի արդյունավետությանը, Հայաստանը այնպիսի երկիր է, գուցե արտահայտությունը, որ հիմա կանեմ, ծայրահեղական հնչի, բայց մենք ինչ որտեղ պետք է այսպես հակաճգնաժամային կառավարման ռեժիմի մեջ լինենք։ Այո, ես խնդիր տեսնում եմ պետական միջոցների անարդյունավետ ծախսման հետ կապված, եւ դա է պատճառը, որ մեր պետական պարտքը անշեղորեն աճում է այն պարագայում, երբ համախառն ներքին արդյունքը աճել է 2 անգամ, դա փաստ է, եւ ամենագլխավոր վտանգավոր կետը ես կնշեի պետական պարտքի տոկոսների սպասարկման ուղղված միջոցները, որ արդեն 10%-ից ավել է ընդհանուր պետական բյուջեի ծախսերի մեջ։ Սա մեզ պետք է հուշի, որ պետք է վերանայենք մեր մոտեցումները։ Եվ հարգելի գործընկերներ, իմ գործունեությունը բխելու է նորից եմ կրկնում բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից, ես կառաջարկեմ, եթե իհարկե ինձ ընտրեք, որ մենք հետամուտ լինենք, վարենք այնպիսի քաղաքականություն, որը միտված կլինի պետական միջոցների արդյունավետ ծախսելու։